2023-ի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ։ Ընտրություններին նախորդել էր շատ խառն ու տուրբուլենտ ժամանակաշրջան քաղաքային իշխանությունների համար։ Ներքին խմորումներ, ինտրիգներ։ 2018-ին երկրում իշխանության եկած թիմը հաղթեց նաև քաղաքային ընտրություններում։ Հաղթեց մի թեկնածուով, ով լինելով հեղափոխական, սիրո եւ համերաշխության, Թավշե թիմից ավելի նպաստեց ներքին պարակտման խորացմանը, սևերի ու սպիտակների բաժանելով ժողովրդին։ Բայց պետք է ասեմ, այո, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են, որովհետև մենք եւ մեր հաջողությունը դա միայն Հայաստանի հաջողությունն է։ 2018-ի էյֆորիկ տրամադրությունների ֆոնին իշխանությունները բացարձակ մեծամասնություն վերցրին նաև քաղաքային իշխանությունների ընտրության ժամանակ։ Ընտրությանը մասնակցած քաղաքացիների 81.5%-ը, այն է 294.092 քաղաքացի, ընտրել էր «Իմ քայլը» դաշինքին։ Մինչդեռ 2023-ի ընտրություններում նույն այս իշխանությունները ստիպված էին կենաց մահու պայքար մղել, ընդհուպ մինչև քարոզարշավին բազմամարդություն ապահովելու համար ներգրավել Հայաստանում էժան աշխատուժ համարվող հնդիկների։ Հաղթել, սակայն, ըստ շատերի, միևնույն է, այս անգամ իշխանությունները կարողացան անհավասար մարտում, այդ թվում մանդատագողությամբ։ 2023-ի ընտրություններում գրանցվեց խայտառակ ցածր մասնակցություն։ Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել էր ընդամենը 28.5%-ը։ Դե իսկ իշխանությունների ներկայացուցիչ Տիգրան Ավինյանին փաստացի ընտրել էր երևանցիների 9%-ը միայն։ Ավինյանին քաղաքապետ դարձնելու հարցում օգնության շտապեց Հանրապետություն կուսակցությունը, որը հաղթահարել էր անցողիկ շեմը։ Սակայն ի սկզբանե կարծես դիրքավորված չէր որպես բացահայտ պրոիշխանական։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ազգային առաջընթաց կուսակցությունն իր 14 եւ Անդրանիկ Թևանյանի գլխավորած Մայր Հայաստանն իր 12 մանդատով կոալիցիայի չգնացին իշխանությունների հետ։ Ավինյանին շարունակում էր չբավարարել 1 մանդատ։ Այստեղ վճռորոշ դեր պիտի խաղար արդեն Հանրային ձայն կուսակցությունը, որը հանրության շրջանում հայտնի է որպես Հայաստանից դուրս բնակվող Վարդան Ղուկասյանի կուսակցություն, որը դիրքավորված էր որպես կոշտ ընդդիմություն։ Ի զարմանս այս կուսակցության ընտրողների, հենց այս կուսակցությունից էլ Ավինյանը ստացավ այդքան անհրաժեշտ օգնությունը։ Թնջուկը հանգուցալուծվեց։ Ավինյանն այս բարդ դասավորությունների արդյունքում ընտրվեց քաղաքապետ։ Երևանցիները, մանավանդ իշխանություններին ձայն տված 9%-ը, հազիվ թե պատկերացնեին, որ Ավինյանը լծվելու է իրենցից վրեժ լուծելու գործին։ Հավանաբար, երևանցիներին չներվեց իշխանությունների տեխնացուին չընտրելը։ Քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց շատ չանցած, երևանցիները սկսեցին իրենց մաշկի վրա զգալ Ավինյանի քաղաքապետ լինելու ճակերտավոր առավելությունները։ Քարոզարշավի ընթացքում բարի, ժպտադեմ, մարդամոտ, սրտացավ, ասեք կանենք կարգախոսով հանդես եկող Տիգրան Ավինյանը փաստորեն ասեք կանենքից զեղչեց կանենքը։ Սկսեցին անոնսավորվել, այնուհետև կյանքի կոչվել ամենատարբեր թանկացումներ, որոնց մասին ընտրողները բնականաբար տեղյակ չէին ընտրություններից առաջ։ Գույքահարկի թանկացում, տրանսպորտի թանկացում, կարմիր գծերի թանկացում, թանկացումներից զատ նաև համատարած ծառահատումներ մայրաքաղաքում։ Սկսեցին կայացվել մի շարք կամայական որոշումներ, ինչպիսին էր օրինակ 2024-ի փետրվարին ավականու ընդդիմադիր խմբակցություններից մեկի անդամ Սոնա Աղեկյանին մանդատից զրկելը, ինչն էլ վերջինս դատական կարգով վիճարկեց ու մի տարի անց հաղթանակ գրանցեց դատարանում։ Թանկացումներից կամ ըստ քաղաքային իշխանության ներկայացուցիչների բարեփոխումներից երևանցիների շրջանում ամենանյարդայնացնողներից, անհանգստացնողներից ու շոշափելներից են տրանսպորտի ու գույքահարկի թանկացումը։ Տրանսպորտային այսպես կոչված բարեփոխումն օրինակ դարձավ իսկական փորձադաշտ Տիգրան Ավինյանի իր թիմի համար։ Սկզբից բյուջեից ծախսվեցին ահռելի մեծ գումարներ մետաղադրամ ընդունող սարքեր ձեռք բերելու համար։ Այս սարքերը, սակայն, գրեթե թիթեռի կյանք պիտի ունենային, քանի որ սարքերի ձեռքբերումից կարճ ժամանակ անց ձեռք բերվեցին QR կոդ բանկային քարտ կարդացող սարքեր, իսկ մետաղադրամ ընդունող սարքերն ընդհանրապես հանվեցին շրջանառությունից։ Այնուհետև 2025-ի փետրվարի 1-ից կտրուկ բարձրացավ ուղևորցի գինը։ Ամենատարբեր իշխանական, մերձիշխանական ներկայացուցիչներ փորձեցին հիմնավորել թանկացումն, օրինակ բերելով եվրոպական երկրներ, մոռանալով մի պարզ բան՝ հայաստանյան ու եվրոպական աշխատավարձերի տարբերությունները։ Բոյկոտի մեծ ալիքի ֆոնին քաղաքապետարանը հրապարակ հանեց ծանր հրետանին տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիներին տուգանող հսկիչներին, ինչն ավելի վրդովվեցրեց քաղաքացիներին։ Տեսուչների մի քանի օր տևած ստուգայցերից ու ցուցադրական նկարահանումներից հետո հսկիչներ կարծես որոշ ժամանակ չէին երևում։ Մինչ մի քանի օր առաջ եղած Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե կան իրեն դիմաց քաղաքացիներ, որոնք բողոքում են, ցանկանում են, որպեսզի հսկիչները ստուգայցեր անեն ավտոբուսներում ու տուգանեն բոյկոտող ավելի թանկ գին չվճարող քաղաքացիներին։
Տրանսպորտային թանկացմանը դեմ քաղաքացիներին, սակայն, մեկ այլ տհաճ, ինչու ոչ շոկային անակնկալ էր սպասվում։ Ավականու տարեվերջյան նիստին հայտարարվեց գույքահարկի աղբահանության շեշտակի թանկացման մասին։ Դե իսկ թանկացած կարմիր գծերի մասով ուղղակի հիշեցնենք, որ ավականու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցությունը դիմել էր դատարան, վիճարկելով թանկացումը։ Առաջին ատյանի դատարանը թանկացման մասին այդ որոշումը ճանաչել էր ոչ իրավաչափ։ Այնուհետև քաղաքապետարանի բողոքարկումից հետո վերաքննիչն էլ անփոփոխ էր թողել վճիռը։ Քաղաքապետարանը, սակայն, համառորեն շարունակում է արհամարհել դատարանի որոշումը։ Այս բոլոր թանկացումների, դրանց դեմ պայքարի ուղիների մասին զրուցել ենք ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի հետ։ Հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է տրանսպորտի թանկացման դեմ պայքարը։ Կան արդյոք հաշվարկներ ինքնարժեքի մասով։ Որքանով է հիմնավոր թանկացումը։ Որքանով են օրինական հսկիչների ստուգայցերն ու գործունեությունը։ Ինչ աջակցություն կարող են ակնկալել ավականու ընդդիմադիր անդամներից տրանսպորտի անհիմն թանկացումը բոյկոտող քաղաքացիները։ Երևանի կառավարումը ձախողած է բոլոր ոլորտներում, առավել եւս չբարեփոխված տրանսպորտի այս ոլորտը, որտեղ որ իրենք ասում են 300 դրամ դարձնենք, որ մանկապարտեզներ, դպրոցներ պետք է սարքենք, եթե ժողովուրդ ջան 300 դրամ չդառնա, չեն կարողանալու սարքել։ Ժողովրդի բոյկոտելու արդյունքում, Հայաստան խմբակցության բոյկոտի արդյունքում ժողովրդի հետ համատեղ տեսան, որ չեն կարողանում, Նիկոլ Փաշինյանը ջղայնացավ Ավինյանի վրա, ավելի շուտ չջղայնացավ, չի կարող ջղայնանալ Ավինյանի վրա, որովհետև իրանք այնտեղ մուտ գործարքներ ունեն իրար հետ, եկան համաձայնության, որ Ավինյանը նորից պետք է ինքը իր խոսույթը պետք է մերժի եւ մյուս օրը ասեց, որ լավ 150 դրամ կանենք։ 150 դրամ դարձրեցին, չբարեփոխված, ժամերով կանգառներում սպասվող, նորմալ կանգառներ գոյություն չունեցող, մարդիկ ժամերով սպասում են իրար շալակած, այս մարդիկ 150 դրամ դարձրեցին, հիմա մեր արդյունքում Մայր Հայաստան խմբակցության տարբեր ավականների, քաղաքացիների բոյկոտի արդյունքում տեսան, որ չի ստացվում։ Սուտ հայտարարություններ արեցին ավականու նիստերի ժամանակ, որ քաղաքացիները մեզ հորդորում են, որ թանկացնենք, շատ լավ ավտոբուսա, բոլորը վճարում են, դուք սուտ եք խոսում, բոյկոտ չկա։ Եկանք փաստեցինք, որ անցած ամիս Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 5 միլիարդ դրամ հատկացեց Ավինյանի բյուջեին, Երևան քաղաքի բյուջեն, Ավինյանի սեփական բյուջեն, որից 3 միլիարդ դրամը միայն տրանսպորտի համար, քանի որ թեր հավաքագրումներ ա եղել։ Բոյկոտը մեծ մասշտաբներ ա կազմում, իրենք դրանք լավ հասկանում են։ Հիմա չկարողանալով դրա դեմն առնել, իսկ մինչ այդ մենք ստորագրություններ ենք հավաքել Մայր Հայաստան խմբակցություն 17000 քաղաքացի ստորագրել էր, որ թողեք 100 դրամ, մենք պարտաճանաչ կվճարենք, իսկ 100 դրամով տրանսպորտը ինքը իր ծախսերը կարողանում է հանել։ Քիչ որ իրենք իրենց պարգևատրեն, 1 միլիարդ 300 միլիոն քիչ պարգևատրեն տան տրանսպորտին, շատ լավ 100 դրամով, Այսինքն հաշվարկներ ունենք։ այո, 100 դրամը ինքնարժեքով ինքը իրեն պահում է տրանսպորտը։ Թող աշխատեր, երբ հասկանայիք, մի հատ տեսնեիք այն մութ գումարները ուրա գնում, ում գրպանն է գնում, նոր հետո կթանկացնեիք, եթե գտնեիք, որ 100 դրամով չի լինի, իսկ 100 դրամով լինում է։ Չէ, իրենք շատ գումար են ուզում հավաքել։ Մի քանի օր առաջ տարեվերջյան նիստի ժամանակ 80 միլիոն դրամ երևանցիների այն որ գույքարկը թանկացրել է, տրանսպորտը թանկացրել է, տեղական турքերը թանկացրել է, կարմիր գծերը կանադառնան թանկացրել է, 80 միլիոն դրամ հատկացնում են 24 հոգի մարդ գտնեն, որ հունվարից մտնեն տրանսպորտներ, բայց քանի որ 850 շարժակազմ կա, սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում ամեն 850 շարժակազմ կա, ավտոբուս կա, այդ 24 հոգին որի մեջ են տեղավորելու։ Դուք, սիրելի երևանցիներ, շարունակեք, շատ շնորհակալություն ձեզ, որ չեք տրվում իրենց, շարունակեք բոյկոտը ու ել ավելի մի վճարեք։ Մեր քաղաքացիներից շատերը, որոնց որ տուգանել են, մեզ դիմել են, մեր իրավաբանական մենք ընկերներ ունենք, օգնել ենք իրանց, դատարանում հաղթել են, չեղարկել են, քանի որ մարդկանց տուգանում են ինչի համար։ Քաղաքացի ա եղել, որ վճարել է, բռնի այդ մարդուն նորից տուգանել են, չի ցույց տվել իրենց այդ վալիդատոր սարքեր ու իրենց պլանշետներով են ման գալի, էլի։ Մարդը գնացել է դիմել է դատարան, հաղթել է։ Իսկ կան քաղաքացիներ, որոնք որ վճարում են, չի անցնում, տուգանում են, բայց գնում են տուն, տերում են իրենց քարտից 3 անգամ 150 դրամ տարել է։ Համընդեղ են թալանում, համստեղ են թալանում։ Այս քաղաքացիների կյանքը վերածել են մի հատ խայտառակ վիճակի։ Փորձեցինք հասկանալ կարմիր գծերի հետ կապված։ Այս մասով դատարանի որոշում կար, որը փաստում էր թանկացման ոչ իրավաչափ լինելը։ Նորից մուր են անում, հիմա ոչ թե Մայր Հայաստանի խմբակցությունից, ավականից են մուր հանում, այլ ամբողջ երևանցիներից, դատարանից։ Առաջացյալը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ այս թանկացումը 160,000 դրամ, որովհետև հիմքում եղել է, որ Երևանը պետք է բեռնաթափենք։ Դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։ Գնացին բողոքեցին վերաքննիչ։ Վերաքննիչն էլ ասեց, այո, ոչ իրավաչափ է, ապօրինի է, վերաքննիչի որոշումն չեն անում։ Իրենք անցել են բոլոր կարմիր գծերը, դեմ են գնում դատարանին,
Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ Երևանցուն։ Սրա միակ լուծումը, որ մեր քաղաքացիները 6 ամիս հետո իրենց մի հատ ընտրության գնալու այդ 5 րոպեն գնալով իրենց պարտքը համարեն, որ իրենց ոնց որ իրենցից են մուռ հանում, այսպես եւ պատասխանը տան սրանց։ Այսինքն ճիշտ ենք հասկանում, պարոն Ստեփան, քանի գործը դատարանում է այս կարմիր գծերի մասով, իրենք կարող են հանգիստ շարունակել կիրառել այս որոշումը։ Այո, իրենք ձգձգում են, տարեվերջում նորից բերում են, ընդունում են հանրապետությունով եւ հանրային ձայնով ընդունում են, հիմա 26 թվականի համար ընդունեցին, մենք գնանք դատարան, էլի դատարան ասել է, ոչ իրավաչափ, այս մարդիկ հա բողոքարկելու են, մինչեւ տարվա վերջ գա նորից ընդունեն։ Գույքահարկի ու աղբահանության շեշտակի թանկացումների, հավաքանու ընդդիմադիր խմբակցությունների կարողությունների, որոշումների վրա ազդելու մեխանիզմների ու այս համատեքստում քաղաքացիների անելիքների մասին խոսեցինք։ Արամ Զավենի Սարգսյանը, մեկ էլ հանրային ձայնը, ընտրություններին հավաքանու մասնակցում են որպես ֆեյք ընդդիմադիրներ։ Խաբեցին երևանցիներին, ձայն հավաքեցին, տվեցին ՔՊ-ին, Տիգրան Ավինյանին եւ հիմա բոլորով մի հատ խմբակ են կազմել ու երևանցիների ալան-թալանով են զբաղված։ Այնտեղ մի հատ խնդիրը, որ իրական ընդդիմադիրները հենց նույն 2 օր առաջ հավաքանունիստի ժամանակ, եթե հանրային ձայնը չէր մասնակցում քվեարկությանը, ոչ մի թանկացումը չէր լինելու։ Հանրապետություն կուսակցությանը անցանք։ Դա փոքրիկ ԿՊ կուսակցությունն է։ Նրանք եկել են միայն այնտեղ կնոպկա սեղմելու, որ Տիգրան Ավինյանի ու ԿՊ-ի ցանկությունները կատարած են։ Սիրելի երևանցիներ, ձեր միակ խնդիրը, ձեր միակ էս ամեն ինչից պրծնել էս խայտարակ ապօրինի թանկացումների, ձեր կյանքը վերածել են, եսի ինչ մի հատ դժոխք է, այսպես ասած, որովհետև որ երևանցիների հետ խոսում եք, ասում են աշխատակից դուրս են գալի երեկոյան 6-ին, մինչև 8:30 հասնում ենք տուն, նստում ենք, նայում ենք, տեսնում ենք տրանսպորտը թանկացած, գույքահարկը թանկացած, աղբանությունը թանկացած, դրանից առավել եւս դուրս են գալի, մտնում ենք մի հատ ինչ-որ խանութ, տեսնում ենք ամեն ինչ թանկացած է։ Սրանք չեն սпасելու ոչ մի բանի։ Իրանց համար միայն եկել են ալան-թալանելու ու կռիվ են տալու, որ հանկարծ իրանց ալան-թալանի դեմ ոչ մեկ չբոյկոտի։ Այն ավականու անդամները, այն ընդդիմադիրները, որոնք կբարձրաձայնեն սրանց թալանը, սրանց ապօրինություններն ու ալան-թալանը, թե ինչ գումարներ են մեջ անում, ինչ կոռուպցիոն սխեմաներ կա, թող պատրաստ լինեն իրենց ընտանեկան մեքենաները վարելուն, թող պատրաստ լինեն ծեծվելուն։ Ամեն ինչի պատրաստ են, սա խուժանապետությունը։ Իրանք լավ չեն էլ հասկանում, քաղաքականությամբ են զբաղվում, թե փողոցի կյանքով, թե փողոցի կյանքը չեն հասկանում, չգիտեն էլ ինչա։ Եկել են դրսից, բռնե բերել են քայլով, նստեցրել են, ասել են աշուձախ մենակ թալանեք։ Մեր զրուցակցի խոսքով, սակայն, որոշումների կայացման վրա ազդելու լծակներ հավաքանու ընդդիմադիր խմբակցությունները չունեն։ Քանի դեռ ընդդիմադիր երևանցիների քվեն ստացած հանրային ձայն կուսակցությունը օգնում է իշխանություններին։ Բայց եւ այնպես, այս պայմաններում Մայր Հայաստանի ներկայացուցիչը կարևորում է հավաքանու իրապես ընդդիմադիր անդամների շարունակական բարձրաձայնումները իշխող թիմի կողմից կատարվող ապօրինությունների ու սխալների մասին։ Սրանով իսկ բարձրացնելով մարդկանց իրազեկվածությունը կատարվողին։ Մեր զրուցակիցն ընդգծեց նաև գալիք ընտրություններին քաղաքացիների մասնակցության մասով ակտիվության կարևորությունը։ Ի վերջո, հաշվի առնելով Տիգրան Ավինյանի կառավարման ֆիասկոն, մի շարք խնդրահարույց թեմաների ու այսպես կոչված բարեփոխումների մասով հետքայլերն ու իրավիճակային արձագանքները, իր բառամթերքը։ Երբ որ ես ասում եմ շատ եք լոճվում, ուրեմն ճիշտ եմ ասում, որովհետև շատ եք լոճվում, շատ եք լոճվել, հարգելի գործընկերներ, ու այս ձեր լայնքը հեսա կնեղացնենք, Կոռուպցիոն սկանդալներում ներգրավվածությունը, իր ընտանիքի անդամների հանրային պահվածքն ու խոսույթը։ 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե, ամեն իրա գեղի օպելով։ Որի համար վերջինս նաև ստիպված է լինում ներողություն խնդրել։ Հետաքրքիր է, այս օրերին նախորդ ընտրություններում իրեն ընտրած 9%-ից քանի տոկոսը կընտրեր աննախադեպ կատաղությամբ Երևանցու գրպանը մտնող ու գրպանին հարվածող նախկին ժպտադեմ ու Երևանցու խնդիրներով իբրև թե մտահոգ Ավինյանին։